շնորհակալություն, որ այստեղ եք, այսօր մեր հանդիպումը նվիրված է Ափուրինի Ծագողեցով բույսի բռնականության մասին օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշմանը։ Որպես Սահմանադրական դատարան դիմաց պատգամավորների ներկայացուցիչ, ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ գնահատականը, թե դրական կողմերի, թե այն թերությունների, որոնք շատ լուրջ են, որոնք չպետք է անտեսվեն։ Անհրաժեշտ եմ համարում շեշտադրել մի կարևոր հանգամանք։ Սահմանադրական դատարանը ցավոք սրտի մերժեց իմ միջնորդությունը գործի լսումներ անցկացնելու բանավոր ընթացակարգով, ինչը խախտում է իրականում Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները եւ այդ հնարավորությունը իհարկե շատ կարևոր էր, որովհետեւ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու իրականում, թե որոնք են մեր փաստարկները, ինչ ենք մենք պնդում եւ որն է որ սահմանադրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունը անտեսվեց, այնպես որ ես կփորձեմ այսօր օգտագործել այս հանդիպման հնարավորությունը գոնե համառոտ, բայց ներկայացնելու մեր հիմնական դրույթները, այն դրույթները, որոնք ընկած էին մեր դիմքի։ Բայց մինչև շարունակելը կուզենայի մի բան, շատ կարևոր բան, հստակ ընդգծել։ Ես ինքս անվերապահ պաշտպանում եմ հանցագործության եւ հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնականությունը։ Այսինքն այն, ինչ ես հիմա ներկայացնում եմ, ամենևին ալերժ չունի որևէ մի մոտեցման է, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը, ոչ։ Բայց ես ինչքան դեմ եմ, եւ ինչքան կողմ եմ, որպեսզի կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնականացվի, ես նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի բացարձակապես այլ պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։ Ես նաև համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինչքան էլ կարևոր չլինի, այն միևնույն է, չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները։ Նախքան առաջանցնելը կուզենայի երկու խոսքով հիշեցնել օրենքի էությունը, որտեղ օրենքը ունի երկու հռչակված նպատակ։ Առաջինը դա կոռուպցիայի դեմ պայքարն է եւ այն վերաբերում է նախկին եւ ներկա պաշտոնյաներին։ Երկրորդ հռչակված նպատակը սրանք խնդրում եմ ուշադրություն դարձնել, որովհետեւ սրանք շատ տարբերվող նպատակներ են։ Երկրորդ նպատակը դա ընդհանուր հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված որոշակի ցանկից հանցագործություններ են կատարել, եւ այս դեպքում բացարձակապես իրական չէ, այդ մարդիկ պաշտոնյա եղել են, չեն եղել, զբաղեցնում են ներկայումս պաշտոն կամ չեն զբաղեցնում։ Ընդ որում երկրորդ պարագայում հանցավորության դեմ պայքարի պարագայում օրենքը որևէ պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի։ Այսինքն կարող է անգամ ընդհանրապես քրեական գործ հարուցված լինել եւ այլն։ Եվ ավելին օրենքը նշում է, որ եթե անգամ անձը հանգարց ու արդարացվեց եւ համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնականացման վարույթը միևնույն է պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նաեւ այս։ Ուսումնասիրության շրջանակն է բավականին լայն, այն գրկում է 1991 թվականի սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքը եւ օրենքը պարունակում է դրույթ, որ դա որևէ կապ չունի, արդյոք դա ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, հետո հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ։ Եվ եթե անձը չկարողանա ներկայացնել բավարար ապացույցներ, որ այդ գույքը նա ձեռք է բերել օրինական եկամուտներով, ապա այդ գույքը պետք է բռնականացվի։ Այժմ ուզում եմ անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերին։ Առաջինը, դատարանը հաստատեց մի պարզ եւ շատ տրամաբանական ճշմարտություն, որ հանցավորության դեմ պայքարում բռնականացվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ։ Ես կապ բառը ասելուց ավելի երևի ճշգրիտ ձևակերպում կուզենայի օգտագործել, որպեսզի չդառնա այն քննարկման առարկա ավելորդ։ Դատարանը նշել է, որ այն պետք է որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ կապ ունի այդ հանցագործության հետ։ Պետք չէ միանշանակ դա ցույց տալ, բայց այնուամենայնիվ այն տրամաբանական կապ պետք է ունենա այդ հանցագործության հետ։ Բառացի, եթե մեջ բերեմ Սահմանադրական դատարանի ասածը դա հետևյալն է։ Բռնականացման ենթակա է այն գույքը,
որը կապ ունի համապատասխան հանձանքի հետ։ Սա բառացի ձևակերպումն է սահմանադրական դատարանում։ Ասեմ, որ սա նորություն չէ, իրավաբանական նոր միտք չէ։ Այն դեռևս Տոդորովի գործով 2021 թվականի մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ գործով ամրագրված է եղել որպես շատ հստակ սկզբունք եւ մենք այս սկզբունքը մատնանշել ենք մեր դիմումում։ Ավելին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերով բազմաթիվ փաստաբաններ այդ հարցը, այդ փաստարկը ներկայացրել են։ Բայց դատարանները եւ դատախազները այն այս պահը մերժում էին իրավունքից իհարկե շատ հեռու որևէ աղերս չունեցող հիմնավորումներով։ Այնպես որ շատ լավ է, որ սահմանադրական դատարանն այս հարցում վերջակետվեց։ Երկրորդ կարևոր արձանագրումը, որ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոններից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։ Սա է շատ բնական եւ տրամաբանական, որտեղ եթե խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ինչ կապ ունի այն գույքը, որը ձեռք է բերվել մինչև պաշտոնի անցնելը։ Եվ կա ևս երրորդ հետաքրքիր մի դրույթ, որը սահմանադրական դատարանը ամրագրեց, խոսքը վերաբերում է նրան, որ ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ։ Խոսքը վերաբերում է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, որովհետև եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մի ժամանակահատված իր կյանքի զբաղեցրել է պետական պաշտոն եւ դուրս էր եկել պաշտոնից, նա չպիտի իր ամբողջ կյանքը սպասի, թե երբ դատախազության ուխտը կչոքի իր դռանը եւ ասի, թե որտեղից է այս գույքը, որ դու ձեռք ես բերել այս տարիների ընթացքում։ Ցավոք սակի այս հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը արեց ընդամենը կես քայլ, որովհետև ամենաողջամիտը կլիներ, եթե սահմանադրական դատարանը համարեր այս նորմա բացակայությունը վաղեմության ժամկետի հակասահմանադրական եւ ժամկետ տալ, որպեսզի ազգային ժողովը այդ ժամանակահատվածում որոշում ընդուներ։ Սակայն դա այդպես չարվեց, ամրագրվեց ավելի շատ որպես բարի ցանկություն, սա ուրեմն վերջին ասածս իսկապես կես քայլ էր։ Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա այժմ պետք է անհապաղ ձեռնարկվեն հետևյալ քայլերը։ Նախ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացրել այն ենթադրյալ ապօրինի գույքի եւ հանցավոր արարքի հետ։ Առավել եւս դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել բոլոր այն գործերից, որոնցով անձին արդարացվել է։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերի, ապա այդ գործերի շրջանակներում դատախազությունը պետք է վերահաշվար կատարի եւ հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչեւ պաշտոն զբաղեցնելը։ Ցավոք սրտի այսքանով ավարտվում է սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերը։ Մենք շատ հստակ մեր դիմումում ցույց էինք տվել, որ օրենքը հետադարձ ուժ ունի, նոր պարտավորություններ է դնում մարդկանց վրա, որովհետև պարտավորություն է, որ նրանք ապացուցեն իրենց գույքի օրինականություն եւ պարտավորություն են նրանց, որպեսզի նրանք պահպանեին այն ապացույցները, այն գույքի հետ կապված ապացույցները, որոնք նրանք ձեռք են բերել մինչև օրենքի ընդունումը։ Այսինքն մեր կարծիքով, եթե ապագայի համար կարելի է նման պահանջ դնել, ապա նախկինում ձեռք բերված գույքի հետ կապված նման պահանջ դնելը դա նշանակում է օրենքին տալ հետադարձ ուժ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, ես կառաջարկեի մի պահ պատկերացնեք, որ ընդունվում է մի անհեթեթ օրենք, որ ձեր հագի շորերը, եթե դուք չհիմնավորեք, որ ձեռք եք բերել խանութից կամ նվեր եք ստացել, համարվում են ապօրինի եւ ձեզանից պետք է վերցվեն։ Այդ պատկերացրեք մի պահ այդպիսի անհեթեթ օրենք։ Եթե այդ օրենքը ընդունվի, ապա բնական է, որ հետագայում դուք եւ չեկերը կպահպանեք նվեր ստանալուց հետ մի հատ գրավոր պայմանագիր կստորագրեք, հավանաբար մի հատ նոտարի նոտ է։ Բայց եթե խոսքը վերաբերվի այս պահին ձեր հագած շորերին, հավանաբար գրեթե բոլորը կհայտնվեք մեր շրջանում։ Որովհետև բոլորը մեկի մտքով չեր անցել, որ պետք է պահի ենթադրենք անցյալ տարի ձեռք բերված շորերի չեկը։ Այս օրենքը նմանատիպ դրույթ է պարունակում այն գույքի հետ կապված։ Եվ
Ամենացավալին այն է, որ մեր այս փաստարկը սահմանադրական դատարանը դրան շատ տարօրինակ ձևով անդրադարձնած։ Սահմանադրական դատարանը նենգափոխեց մեր փաստարկը։ Մեր փաստարկի փոխարեն այն փոխարինեց, կարծես թե մենք ասում էինք, որ ապօրինի գույքը նախկինում պաշտպանված էր, իսկ հիմա ուրեմն դուք հարցականի տակ եք դնում, դրա համար հետադարձություն եք, նման բան մեր դիմումը չէր պարունակում։ Բայց սահմանադրական դատարանը հորինեց, իբրև թե մենք նման պնդում ենք արել, եւ հետո հերոսաբար պայքարեց իր իսկ հորինած, բայց մեզ վերագրած դիրքորոշմանը եւ հաջողության հաղթահարած։ Մի քանի կարևոր դիտարկում ունեմ անելու արդար